25-26 ուսումնական տարին ամփոփելով ռուս-հայկական համալսարանի ֆիզկուլտուրայի եւ առողջ ապրելակերպի ամբիոնը բավականին մեծ աշխատանք է կատարել, որի ընթացքում մենք կարողացել ենք եւ սպորտային մասով տարբերվել եւ փաստորեն կրթական մասով։ Կրթական մասով, ինչպես հայտնի է, մենք առաջի տարին ունեցանք ընդունելություն ֆիզկուլտուրայի մարզիչ մանկավարժ ծրագրով եւ ուրեմն կարողացանք արդեն առաջի կուրսը բերել ավարտի, բավականին հաջող։ Մեզ մոտ ուրեմն սովորում են տարբեր մասնագիտությունների, տարբեր մարզաձևերի մարզիկներ, որոնք որ երկրորդ, երրորդ կուրսից հետո արդեն ձեռք են բերում ըստ իրենց մասնագիտության ուղղությունների արդեն մարզիչի կատարելագործում նույնպես։ Եվ ավարտելով բակալավր փաստորեն 4 տարվա ուրեմն ուսուցումը, նրանք կարողանում են ունենալ արդեն մարզիչ մանկավարժի, այսպես ասած, դիպլոմ։ Դրանից դուրս մենք ունենք երկու ուղղություններով մարզիչ մանկավարժ եւ ուրեմն կինեզոլոգիա, այսինքն սպորտային բժշկություն, ունենք մագիստրատուրայի ուղղություններ, որտեղ նույնպես այս տարի մենք ունեցանք ուրեմն արդեն շրջանավարտներ, եւ որը որ շատ գովելի է, այսինքն մեզ այն ծանր աշխատանքը, որը որ մենք կարողացանք նախապատրաստական աշխատանքը կատարել, որ նման ծրագիր ունենանք, մեզ մոտ ստացվեց եւ այսպես ասած արդեն գնաց կշարժվեց եւ կամաց մենք քայլում ենք առաջ։ Յուրախություն մեզ ուզում եմ ասեմ, որ այս տարի քանի տեղ մեզ տված էր բակալավրի հետ կապնված, փաստորեն մենք լրացրեցինք բոլոր տեղերը, մի բան էլ ավել, մենք այսինքն այս տարի ընդունելությունը կունենանք արդեն իսկ չափորոշիչներին համաձայն եւ մեր ուսանողները կարծում եմ, որ արդեն զգում են այն առավելությունը, որը որ կա իրենց ուրեմն ուսուցման մեջ։ Այդ մի հարցով իսկապես մենք կարողացանք առաջ դնել եւ կամաց քայլում ենք առաջ։ Մենք ունենք նախապատրաստական աշխատանքներ արդեն մագիստրատուրայի համար, մագիստրատուրայի համար օգոստոս ամսից մենք սկսենք հավաքը, բայց արդեն իսկ հայտերն ունենք եւ կարծում եմ մեզ մոտ ստացվեց եւ գնում է առաջ այս ուրեմն գործընթացը։ Սպորտային մասով, ինչպես հայտնի է, հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, ռեկտորի ղեկավարությամբ բավականին մեծ ուշադրություն է դարձնում մեր սպորտային կոմպլեքսի վրա, ինչը որ իսկապես տարբերվում է մյուս համալսարաններից, ես այսպես կարող եմ ասել, մյուս համալսարաններից տարբերվում է մեր սպորտային կոմպլեքսը, ունենալով բոլոր հարմարությունները մեր ուսանողներին դեպի առողջ ապրելակերպ, դեպի ֆիզկուլտուրա, դեպի սպորտ բերելու, եւ դա բավականին մեծ ուրեմն գնահատական է ստանում արդեն իսկ կա զրույց եւ խոսակցություն ամբողջ հանրապետությունում, որ մեր հայ-ռուսական համալսարանը բավականին սպորտային համալսարան է։ Քանի որ մենք ունենք եւ ուրեմն լողավազան եւ ունենք տարբեր մարզադահլիճներ, խաղային մարզաձևերի համար, մենապայքարային մարզաձևերի համար, ունենք բաց մարզադահլիճներ, բացօթյա դաշտեր, որտեղ որ ըստ սեզոնային մենք կարողանում ենք անցկացնել նաև յուրաքանչյուր մրցաշար, սկսված թեթևատլետիկայից վերջացրած փաստորեն ֆուտբոլ եւ խաղային ձևերով։ Այնպես որ այս հարցում մենք բավականին ազատ ենք մեր ուրեմն ընտրությունների եւ ուրեմն մեր աշխատանքի մեջ։ Բայց ինչն է կարևոր, որ իսկապես ուշադրությունը շատ մեծ է եւ ամեն տարի մենք կարողանում ենք վերանորոգում, շինարարություններ կատարել։ Հիմա մենք այնպիսի փուլի մեջ ենք, որ բաց դաշտի բոլոր ուրեմն խոտային մասը եւ այն անհրաժեշտ ամեն ինչը մենք կարողացանք ավարտի բերել։ Հենց հիմա ուրեմն աշխատանք է տարվում նախագծային եւ ուրեմն հաշվարկներն է կատարվում մեր շինարարական դեպարտամենտի կողմից, ինժեներական մաս հաշվարկներ են անում, ինչպես նոր թարմացնել թե նստատեղերի տեղերը մեր երկրպագուների համար, որովհետեւ կարողանանք մենք ոչ միայն մարզումներ եւ փոքր մրցաշարեր անցկացնել, այլ ավելի մեծ մրցաշարեր անցկացնել, որտեղ որ կարողանան մոտ 500 մարզասեր նստել, երկրպագու նստել եւ նայել ուրեմն հետեւել ուրեմն սպորտային միջոցառումներին։ Մենք առաջի կուրսում ունենք պարտադիր ժամեր, որ մեր ուսանողները ուրեմն լողով են զբաղվում եւ այսօր վաղը արդեն 25-26 տարվա թվերի ինձ կտան, թե քանի ուսանող եք մենք սովորեցրել ընդհանրապես լողալ եւ լող ուրեմն մարզաձևին։ Սա նորից բերում է առողջ ապրելակերպ, սա բերում է ուսանողներին դեպի մարզադահլիճներ, դեպի մարզասարաններ։ Դրա հետ միասին հենց հիմա կատարվում է ուրեմն շինարարական աշխատանքներ, որտեղ որ մենք կարողանանք նաեւ ծառայություն մատուցել մեր ուսանողներին, շոկեբաղնիկ, որտեղ որ մենք կառուցում ենք երկու եւ աղջիկների եւ տղաների համար շոկեբաղնիկ են կառուցում։ Ես կարծում եմ, որ դա առաջնահերթ փաստորեն առողջ ապրելակերպի պահանջներից մեկն է, խաղային մարզաձևերով զբաղվել, շոկեբաղնիկ, այնուհետեւ լողավազան, դա մի կոմպլեքս է դառնում, որը որ բավականին օգուտ կտա մեր ուրեմն ուսանողներին, թե առողջ ապրելակերպի, թե ֆիզիկապես որպես պինդ լինեն։ Կարծում եմ, որ սա բավականին հետաքրքիր է։ Այնպես որ մեր համալսարանի եւ
ղեկավարությունը եւ ամբիոնի մեր ուրեմն դասախոսները լծված են այնպիսի մի աշխատանքի մեջ, որ կարողանանք հնարավորինս մեր ուսանողներին ճիշտ մատուցել ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը